Խնդրում եմ, կարող եք ասել ինչպիսի զգացմունքներ են ձեր մոտ արթնանում, երբ գալիս եք Եղեռնի հուշարձանին, արդյոք հնարավոր է դա երբևիցե մոռանալ, որ մեր հետ ցեղասպանություն է եղել։ Իհարկե, երբևիցե մոռանալ հնարավոր չի, ինձ թվում է ինքը մեր մեջ կա, մենք ծնվում ենք այդպեսին, այսինքն երբ որ մեզ ծնում են, արդեն մեր մեջ արյան կանչով եւ գենետիկ կոդով գալիս է։ Ինքը ինչ-որ տեղեր ունի իր լավ կողմը հիշելու, որովհետև մեզ ամրացնում է ինքը նաև, հիշացնում է, որ մենք իրավունք չունենք թուլանալու, եթե ինչ-որ տեղեր թուլանում ենք և մոռանում մեր եղելության, գոյության, լինելության մասին, իսկ մենք տիեզերքում կենսատու էներգիա ապահովող ազգն ենք, այսինքն շատ մարդիկ եկել և գնացել են, իսկ մենք մնացել ենք, իսկ դրա մեջ կա իմաստ, եթե չլինենք մենք, միգուցե չլինեն շատ ուրիշ բաներ, դրա համար մոռանալ անհնար է, մենք կանք, եղել ենք և պիտի լինենք, իսկ իներցիայով չեմ գալիս, իհարկե, որովհետև ցանկացած քայլ գիտակցությամբ ես անում ու ապրիլը հենց ինքը ապրելու ամիսն է իմ համար, ես ապրիլին վերաբերվում եմ շատ նրբորեն ու շատ ուշադիր, որովհետև դա սկիզբն է, ինչ որ երբ որ բնությունը զարթոնք է ապրում, այստեղից սկսում ենք նաև մենք զարթնել ապրիլով, չնայած ինքը մեր համար շատ ծանր և ցավալի օր է, բայց նա այս օրը մեզ հիշեցնում է, որ մենք այստեղից սկսում ենք նորից վերածնվել և ապրել։ Դրա համար իրականում գալիս եմ շատ հուզված և տխրությունը առավոտվանից է սկսում իմ մոտ, որովհետև ինքը ծանր օր է, մենք կրել ենք մեր վրա անցյալում, բայց դեռ կրում ենք։ Ունենք գենետիկ հիշողություն։ Այդ արդիվ, այո, ուզեմ չուզեմ ցավը ապրում եմ, բայց ինքը նաև հիշացնում է, որ մենք իրավունք չունենք թուլանալու ու ապրիլը դառնում է ապրելու ապրիլ, հիշելով և շատ լավ հիշողություններով, որ մենք ունենք անցյալ, ունենք նախնիներ և նրանց շնորհակալ լինելով այսօր այստեղ կանգնած եմ, դրա համար այո գալիս եմ գիտակցությամբ և շնորհակալություն հայտնելու, ոչ թե տխրելու, տառապելու, այլ շնորհակալություն հայտնելու, որ իրանց շնորհիվ այսօր կամ ես ու կան բոլորը։ Շնորհակալություն։